իրան Մոսկվայից ասում են որևէ դեպքում չտաս հրաժարական։ Ուստի կոչ անելով հրաժարական տուր, ցավոք մենք չենք կարողանա հասնել գործընթացի ավարտին եւ հիշելով պարոն վարչապետի նաեւ երեկվա հայտարարությունը, որ ամենաանցնցում ճանապարհով պետք է գնանք, կարծում եմ, որ ամենաանցնցում ճանապարհը դա իմ անձնական կարծիքն է, դա ազգային անվտանգության ծառայության կողմից քաղաքացի կտրիչ Ներսյանին հրավիրելն է, ուրեմն այսպիսի քնչական մարմին եւ ԱԱՑ եւ ուսումնասիրելը տարբեր հարցեր, որի մասին պարոն վարչապետը հանրային ասում է, բայց միևնույն ժամանակ անհրաժեշտության դեպքում կալանավորելն է եւ դրանից հետո խնդիրը լուծած է։ Դրանից հետո մենք կարող ենք զբաղվել այն մնացած հարցերով, որի մասին ես խոսում եմ։ Դա ավելի մեծ ընդվզում չի կարող առաջացնել, պարոն Թոմասյան, եւ կամ ասում եք ձգձգում են ժամանակ է շահում նաեւ այդ իմաստով Գարեգին բն։ Իսկ ինչ եք կարծում, ինչով է պայմանավորված, որ այս դանդաղ կոտությունը կա, այսպես ասած, միգուցե նրա հեռանալը նույնպես ռումբեր եւ վտանգներ է ենթադրում։ Ոչ, ես կարծում եմ, որ որևէ վտանգներ չկա, հանրային կարծիքը Հայաստանում պատրաստ է, միջազգային ուրեմն գնահատականները այս ուղղությունով պատրաստ են եւ բոլորը շատ լավ ընկալում են ինչ իրավիճակ է ստեղծվել, ներսում եկեղեցում նաեւ բոլորը արդեն շատ բացահայտ սկսում են ընկալել ինչ իրավիճակ է ձևավորվել, միակ խնդիրը այն է, որ կտրիչ Ներսյանը եկեղեցու տարբեր համակարգների վրա դեռ վերահսկողությունը պայում է, ոչ բոլոր, շատ համակարգների վրա արդեն վերահսկողություն չունի։